Բոլոր հավելյալ սարքավորումները տեղադրելով սպոլկաները ոչ մի արտադրող չէր կարողանում պատրաստել։ Հյուրասենյակում նախատեսեք մի քանի նորաձև բնակարաններում միշտ պետք է անել ստվերային պրոֆիլները ամբողջ երկարությամբ են։ Ողջույն եւ բարի գալուստ մեր բնակարան։ Այս բնակարանի վերանորոգումը ավարտել ենք օրերս։ Սա նախամուտքն է։ Նախամուտքում նախատեսել ենք մեծ եւ տարողունակ պահարան հայելիով։ Աջ կողմում գտնվում է մեր հյուրերի համար նախատեսված սանհանգույցը։ Ցախ հատվածում գտնվում է մեր մանկական ննջասենյակը, նախատեսված 2 երեխայի համար։ Այստեղ ունենք շատ գեղեցիկ մահճակալներ, որոնք պատրաստվել են մեր էսքիզների հիման վրա։ Ունենք մեծ գեղեցիկ պահարան 2 երեխայի համար։ Նաև այստեղ մեր էսքիզների եւ գծագրերի հիման վրա պատրաստվել է այս աշխատանքային սեղանը։ Այստեղ նախատեսել ենք գեղեցիկ պահարաններ։ Այժմ եկեք գնանք մաստեր ննջարան։ Սա մաստեր ննջարանն է։ Այստեղ ունենք մեծ մահճակալ 2 մետրը 2 մետրի վրա մատրասով։ Նախատեսել ենք 2 մեծ պահարաններ, այստեղ մահճակալը նույնպես իրականացված է մեր էսքիզների հիման վրա, ունենք նաև փափուկ պատ, պահարանը նույնպես հայելիով է, խնդրում եմ ուշադրություն դարձրեք լուսավորությանը, այստեղ լուսավորության 2 խումբ է, քողարկված և հիմնական լուսավորություն, այստեղ նախատեսել ենք շպարվելու համար գեղեցիկ և հարմարավետ սեղան իր դարակներով, և նույնպես այս կողմում ստացել ենք բավականին տարողունակ պահարան։ Այստեղ լինելու է հայլի լուսավորությամբ, որը պատվիրված է, բայց դեռ չենք փակցրել։ Եվ խնդրում եմ եկեք նայենք պատշգամբից ինչ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի ֆուտբոլի ակադեմիա։ Այժմ եկեք ցույց տամ հիմնական սանհանգույցը։ Այս հատվածում ունենք գեղեցիկ և տարողունակ պահարան, այստեղ ներկառուցվող լոգարանն է հիդրոմերսումով և արհեստական քարից պատրաստված լվացարան ներկառուցվող ծորակներով, իսկ այստեղ պահոց է։ Եվ այստեղ տեղավորել ենք լվացքի մեքենան և չորանոցը, իսկ վերևում ստացել ենք տարողունակ պահոցներ։ Այժմ եկեք գնանք հյուրասենյակ։ Այստեղ ունենք շատ տաք, գեղեցիկ գույներով հյուրասենյակ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ TV-ի պատն է, TV-ի հետևով ոչ մի լարեր չի երևում, քանի որ մենք նախատեսել ենք լարերի համար հատուկ ուղի, որ իջնում են և այստեղից դուրս են գալիս, և բոլոր հավելյալ սարքավորումները տեղադրելով այս կամոդի մեջ, ընդհանրապես ոչ մի լար չի երևալու և դա ապահովում է շատ մաքուր և կոկիկ տեսքը։ Այստեղ ունենք էլեկտրական դաշնամուր, գեղեցիկ պոլկաներ։ Միջայլոց ասեմ, որ այս պոլկաները ոչ մի արտադրող չէր կարողանում պատրաստել։ Մենք ստիպված եղանք պատվիրենք առանձին փայտերը մի արտադրողից, հետևի միացումները մեկ այլ արտադրողից, լարերը մեկ այլ արտադրողից և մենք ինքներս այս ամեն ինչը հավաքեցինք տանը։ Այստեղ ունենք գեղեցիկ ճաշասեղան, նախատեսված 6 հոգու համար, որը բացվելով կարող է ընդունել մինչև 8 հոգու, շատ գեղեցիկ լամպ։ Խնդրում եմ նաև ուշադրություն դարձրեք, թե ինչպես է իրականացված տան ջեռուցման մասերը դիզայներական գեղեցիկ ռադիատորներով։ Նաև այստեղ նախատեսել են գեղեցիկ բնական փայտից ռեյկաներ, որոնք միացրած են իրար լատունի ձողերով, որը որ թույլ է տալիս ժամանակի ընթացքում փայտին չդեֆորմանալ, վերևում գեղեցիկ լուսավորություն ունենք և այս փայտի ռեյկաներով վիզուալ առանձնացրել ենք խոհանոցի աշխատանքային հատվածը հյուրասենյակից։ Նաև շատ կարևոր մի խորհուրդ, պարտադիր հյուրասենյակում նախատեսեք մի քանի լույսերի խումբ, օրինակ մեր մոտ այստեղ լույսերի խումբը 3-ն են։ Գեղեցիկ մինիմալիստական ջահ ունենք ճաշասեղանի վերևում։ Հաջորդը քողարկված լույսերն են, որը որ թույլ է տալիս երեկոյան ժամերին չլարել տեսողությունը, հանգստանալ և TV նայելուց շատ հարմար է։
Եվ հիմնական լուսավորությունը, որը որ իրականացրած է գիպսային լուսատուներով, եթե ուշադրություն դարձնեք, ընդհանրապես հիմա իրանք չեն երևում, քանի որ առաստաղի հետ միաձուլվում են տեղադրելու ընթացքում։ Լավ, եկեք ցույց տամ, թե ինչ խոհանոց ենք ստացել։ Խոհանոցում ունենք շատ գեղեցիկ կղզյակ, սեղանածածկը պատրաստված արհեստական քարից, ակրիլային, մի կողմից նստելու համար նախատեսված տեղերն են, իսկ մյուս կողմից մեծ եւ հարմարավետ պահոցներ։ Այստեղ գտնվում է գազի կաթսան։ Այս հատվածում առանձին ստացել ենք տեղ իր օդաքարշ պահարանով, որտեղ որ տեղադրված է սուրճի պատրաստելու սարքը, բլենդեր եւ ունենալու ենք գրիլի ապարատ։ Այս հատվածում գտնվում է ներկառուցվող սառնարան։ Հիշեք, նորաձև բնակարաններում միշտ պետք է անել ներկառուցվող սառնարան, որ չփչացնի ընդհանուր խոհանոցի տեսքը, այլապես ամենագեղեցիկ սառնարանը անգամ երբեք գեղեցիկ չի համադրվում խոհանոցի կահույքի հետ։ Այստեղ ունենք բազմաֆունկցիոնալ ջեռոց, նաև միկրոալիքային վառարանի ֆունկցիայով, գազի վառարան, ներքևում դարակներ, այս հատվածում ներկառուցվող աման լվանալու սարքն է, պարտադիր վարդակներ, այս հատվածում տակի լուսավորությունն է, որը որ շատ ֆունկցիոնալ է աշխատելու ժամանակ։ Հիշեք, պարտադիր միշտ բոլոր խոհանոցներում պետք է նախատեսել այսպիսի լույս, որը որ շատ է օգնում խոհանոցում աշխատելու ժամանակ եւ ոչ մի առաստաղին գտնվող լույսը չի կարող այդպիսի լուսավորություն տալ, ինչպես սա։ Նաեւ ունենք առանձին օդաքարշ, որը հնարավորություն է տալիս ինչը որ ընդհանուր օդաքարշը չի քաշել, միացնելով այս մյուսը կարողանում ենք ընդհանուր խոհանոցի օդը օդափոխություն իրականացնենք։ Եվ այստեղ ունենք շատ հարմար ծորակ, որը որ այսպես դուրս է գալիս, շատ հարմար է եւ ֆունկցիոնալ։ Ամբողջ սեղանածածկը իրականացված է արհեստական քար կոչվածից, ինքը իրանից ներկայացնում է ակրիլ եւ նաեւ ակրիլով իրականացված է լվացարանը, որը թույլ է տալիս ստանալ մեկ հարթություն եւ եթե նկատեք չունի ոչ մի արանքներ, որտեղ կարող է կուտակվել կեղտ կամ ջուր, առաջացնել բորբոս կամ ինչ որ սնկային գոյացություններ։ Շատ հարմար է, եթե կարող եք ձեզ թույլ տալ նման լուծում, միշտ արեք արհեստական քարով։ Խոհանոցում նույնպես ունենք լուսավորության մի քանի խումբ։ Հիմնական լուսավորությունը, որը իրականացրած է տրեկային սիստեմով մագնիսական եւ կարելի է ցանկացած քանակի լուսավորությունը ավելացնել, բազմաթիվ տեսակներ կան։ Եվ հաջորդը կղզյակի վերևի լուսավորությունն է։ Նշեմ նաեւ, որ առաստաղը մենք իրականացրել ենք ստվերային պրոֆիլներով, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ստվերային պրոֆիլները ամբողջ երկարությամբ են եւ ոչ միտեղ առաստաղը չի հատվում պատի հետ, քանի որ երբ առաստաղը անմիջապես միանում է պատին, այդ անկյունը միշտ շատ պրոբլեմատիկ եւ դժվար է ստանալ գեղեցիկ։ Իմիջայլոց այս նկարը մեր հայ նկարչուհիներից մեկն է նկարել հատուկ այս բնակարանի համար։ Խնդրում եմ նայեք ինչ գեղեցիկ է ստացվել, որը որ կախելու ենք պատի այս հատվածում եւ ամեն անգամ իր գույներով ուրախացնելու է տան բնակիչներին։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այս բնակարանը, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։